Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Խորհրդարանում աշխատանքային գործընթացը կավարտվի ապրիլի վերջին, սակայն մինչև այդ մենք աշխատում ենք գների իջեցում ապահովող տարբերակների լուծումների վրա, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գոբախիձեն։ Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ գլխավոր խնդիրը գների կարգավորման եւ իջեցման երկարաժամկետ մեխանիզմի ստեղծումն է։ Կարճաժամկետ հեռանկարում կարող են ապահովվել որոշ արդյունքներ, բայց մեր գլխավոր խնդիրը գների կարգավորման եւ իջեցման երկարաժամկետ մեխանիզմի ստեղծումն է։ Մենք զուգահեռաբար աշխատում ենք այդ ուղղությամբ։ Հանրությանը կտեղեկացնենք, երբ նախագիծը վերջնականապես մշակվի։ Գոբախիձեն խոսել է նաև Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից վրացական Imedi TV եւ POS TV հեռուստաալիքները պատժամիջոցների ցուցակում ներառելու մասին։ Պատժամիջոցները հավանաբար մեծ մեկնաբանության կարիք չունեն։ Մենք այսօր պարզապես հասել ենք եվրոպական բյուրոկրատիայի ողբերգական կետի եւ մեր տեսած որոշումն այդ ողբերգական կետի արտահայտությունն է, ասել է Գոբախիձեն։ Վարչապետի խոսքով կառավարությունը պատասխանատու է երկրում լրատվամիջոցների ազատության համար։ Ոչ մի լրագրողի կամ հեռուստաընկերության վիճակը չի վատանա, ընդհակառակը նրանք լիարժեք հնարավորություն կունենան իրացնելու իրենց հիմնարար իրավունքը, լրատվամիջոցների ազատության եւ հանրությանը տեղեկատվություն տրամադրելու իրավունքը։ Կառավարությունը պատասխանատու է այս երկրում լրատվամիջոցների ազատության համար, սկզբից մինչև վերջ։ Վրացական Imedi TV եւ POS TV հեռուստաալիքների դեմ Մեծ Բրիտանիայի սահմանած պատժամիջոցներն անարդար են եւ անհիմն։ Այդ մասին հայտարարել է իշխող վրացական երազանք ժողովրդավարական Վրաստան կուսակցության գլխավոր քարտուղար Թբիլիսիի քաղաքապետ Կահա Կալաձեն։ Եթե խորանանք, կտեսնենք, որ որևէ փաստարկ չկա, սա Վրաստանի նկատմամբ առաջին անարդար վերաբերմունքը չէ։ Սա ոչ մի պարագայում ընդունելի չէ, մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Մենք հարգում ենք բոլոր երկրներին, այդ թվում Եվրամիության անդամ, բայց նրանք եւս պետք է հարգեն մեզ եւ մեր ինքնիշխանությունը։ Որքան էլ մեծ լինի երկիրը, այն չպետք է միջամտի մեկ այլ երկրի ներքաղաքական գործերին։ Կալաձեի խոսքով սա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանը վերջին շրջանում բախվում է արևմուտքի պատժամիջոցներին։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատժամիջոցների ցուցակում են ներառել վրացական Imedi TV եւ POS TV հեռուստաալիքները։ Միացյալ Թագավորության արտգործնախարարության տարածած փաստաթղթում նշվում է, թե այս հեռուստաալիքներն ուկրաինական հակամարտության վերաբերյալ տարածել են միտումնավոր մոլորեցնող տեղեկատվություն։ Եթե դուք ինքներդ կոչ անեք հեղաշրջման, խթանեք ծայրահեղականությունը, ստեղծեք խմբեր կամ այլընտրանքային կառավարություն, պետությունն այլևս չի լռի եւ միջոցներ կձեռնարկի ձեր դեմ, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Վրաստանի առաջին ալիքի հետ հարցազրույցի ժամանակ։ Անկախ նրանից, թե ինչ գործողություններ են նրանք ձեռնարկում, մենք մնում ենք օրինական, ժողովրդավարական, ազատ եւ ինքնիշխան պետություն։ Մենք օրենքի շրջանակում ամեն ինչ կանենք զսպելու այն անհատներին, որոնց սխալ մտքերը նպատակ ունեն խաթարելու մեր մինչև օրս ունեցած նվաճումները։ Կավելաշվիլին խոսել է նաև Վրաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների մասին։ Նրա խոսքով Վրաստանը պատրաստ է բարելավել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ եւ գործում է հիմք ընդունելով երկրի շահերը։ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների, մասնավորապես Մարկո Ռուբիոյի եւ Ջեյդի Վենսի հետ հանդիպման վերաբերյալ ես ուզում եմ, որ հանրությունը պաշտպանվի մանիպուլյացիաներից։ Նախ նրանք թաքցրին ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձը։ Դեսպանատան գործողությունները թվացին այնպես, կարծես դրանք բոլորը կեղծված էին։ Նրանք նաև իմ այցը ընթրիքի հրավերը, լուսանկարը եւ հարցազրույցը համարեցին կեղծ։ Օլիմպիական խաղերի սկզբում մեր շփումները լիովին անկեղծ էին։ Կար այն զգացողությունը, որ մենք հավասար ազգեր ենք, որոնք կիսում են ընդհանուր արժեքներ, հատկապես նոր վարչակազմի օրոք։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ այժմ ամբողջ աշխարհում թուրքական քամի է փչում։ Մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ է մտածում Թուրքիան, ինչ է անում, ինչ դիրքորոշում ունի նոր զարգացումների նկատմամբ եւ ինչ քայլեր կձեռնարկի, ասել է նա։ Էրդողանը խոսել է նաեւ վերջին միջազգային բանակցությունների մասին։ Փետրվարի 11-ին հյուրընկալեցինք Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին։ Բանակցությունների ընթացքում քննարկեցինք մեր երկրների միջև հարաբերությունները, նաև մեր դիրքորոշումները Էգեյան եւ միջերկրական ծովերի հարցերի վերաբերյալ։ Մեր ստորագրած փաստաթղթերով ամրապնդեցինք մեր հարաբերությունների պայմանագրային հիմքը։ Ես վարչապետի հետ խոսեցի արևմտյան Թրակիայի թուրքական փոքրամասնության կրթական եւ կրոնական իրավունքների լիարժեք իրականացման վերաբերյալ մեր սպասումների մասին։ Մենք նպատակ ունենք Հունաստանի հետ երկկողմ առևտուրը, որը նախորդ տարի հասել էր մոտ $7 միլիարդ, հասցնել 10 միլիարդի։
Հիշեցնելով փետրվարի 12-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի Անկարա այցը, Էրդողանն ասել է, որ իրենց հանդիպման ժամանակ ինքն ու Վուչիչը քննարկել են իրենց ընդհանուր օրակարգի բոլոր հարցերը, ներառյալ Սանջակ շրջանը։ Փոխադարձ առևտուրը հասել է 3.5 միլիարդ դոլարի, իսկ Սերբիայում թուրքական ընկերությունների թիվը գերազանցել է 1500-ը։ Հուսով ենք Սերբիայի հետ տարբեր ոլորտներում ավելի խորացնել մեր հարաբերությունները, մասնավորապես քաղաքացիական ավիացիայի, մշակույթի, կրթության, էներգետիկայի, տրանսպորտի եւ զբոսաշրջության ոլորտներում։ Թուրքիայի նախագահը գովաբանել է նաև երկրի զինված ուժերը։ Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի ամենամեծ եւ ամենաընդգրկուն զորավարժություններից մեկը, Steadfast-ը, կրկին աշխարհին ցույց է տվել Թուրքիայի զինված ուժերի մակարդակը։ Թուրքիայի 9-րդ գլխավոր ավիաբազային պատկանող F-16 կործանիչը Բալաքեսիր նահանգում պլանային չվերթի ժամանակ վթարի է ենթարկվել։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ինքնաթիռը կործանվել է ուշ գիշերին, օդաչուն զոհվել է։ F-16-ը կործանվել է Ստամբուլ-Իզմիր մայրուղու տարածքում, Նաիֆլի գյուղի մոտակայքում։ Բեկորները ցրվել են մեծ տարածքի վրա, ինչի պատճառով անհրաժեշտ է եղել փակել մայրուղու մի հատվածը։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներ, ոստիկաններ եւ շտապօգնության աշխատակիցներ։ Բալաքեսիրի նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուն հայտարարել է, որ վթարի պատճառը դեռևս պարզված չէ եւ ընդգծել է, որ հետաքննությունը համատեղ վարում են զինվորականները եւ դատախազությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տեղեկություններ են ստացվել թուրքական հոսք եւ երկնագույն հոսք գազատարների հնարավոր պայթեցման նախապատրաստման վերաբերյալ։ Այս պահին մենք տեղեկատվություն ենք ստանում։ Մեր սեփական հետախուզական տվյալները այն այսօր պետք է լինի լրատվամիջոցներում, հավանաբար արդեն կա։ Ես դեռ հնարավորություն չեմ ունեցել նայելու դրանք, բայց խոսվում է Սև ծովի հատակում գտնվող մեր գազային համակարգերի հնարավոր պայթյունի մասին։ Դրանք են այսպես կոչված թուրքական հոսքը եւ երկնագույն հոսքը։ Երկնագույն հոսքը նախատեսված է Սև ծովի միջոցով ռուսական բնական գազը Թուրքիա մատակարարելու համար, շրջանցելով երրորդ երկրները։ Թուրքական հոսքը Ռուսաստանից Սև ծովով դեպի Թուրքիա անցնող արտահանման գազատար է։ Գազատարի երկու ճյուղից առաջինը նախատեսված է թուրք սպառողներին գազ մատակարարելու համար, իսկ երկրորդը հարավային եւ հարավարևելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Նա տեղեկացրել է, որ Իսլամական Հանրապետության ղեկավարին է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը։ Կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման կարեւորությունն ու անհրաժեշտությունը։ Քննարկել են Հայաստան-Իրան համագործակցությանը, այդ թվում պաշտպանության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Ընդգծել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը։ Մտքեր ենք փոխանակել նաև միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ, սոցցանցի իր էջում գրել է Սուրեն Պապիկյանը։ Փեզեշքյանը վերահաստատել է Թեհրանի վճռականությունը ավարտին հասցնելու Հայաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, ընդգծելով տնտեսական եւ տարանցիկ համագործակցության ընդլայնման կարեւորությունը, հաղորդել են Իրանի նախագահի մամուլի ծառայությունից։ Փեզեշքյանը Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հարևան երկրների, մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է։ Իրանի նախագահն ընդգծել է նաև, որ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ եւ ենթակառուցվածքային ոլորտներում համագործակցության խորացումը կծառայի երկու երկրի շահերին։ Նա նշել է տնտեսական, շինարարական եւ միջանցքային նախագծերի դրական առաջընթացը, շնորհակալություն հայտնելով Երևանին Հայաստանում գործող իրանական ընկերություններին աջակցելու համար։ Փեզեշքյանը վերահաստատել է նաև Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, ընդգծելով Թեհրանի հանձնառությունը խաղաղությանը, կայունությանը եւ երկարատև անվտանգությանը եւ ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Պապիկյանը հանդիպել է Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում իր ելույթի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը մշակում է հրթիռներ, որոնք կարող է արձակել Միացյալ Նահանգների ուղղությամբ։ Նրանք արդեն մշակել են հրթիռներ, որոնք կարող են սպառնալ Եվրոպային եւ մեր արտասահմանյան բազաներին, եւ նրանք աշխատում են հրթիռների վրա, որոնք շուտով կհասնեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Թրամփը նաև նշել է, որ ցանկանում է դիվանագիտական ճանապարհով վերջ դնել Իրանի միջուկային ծրագրին։ Թրամփն ասել է, որ ոչ մի երկիր չպետք է կասկածի ամերիկացիների վճռականությանը։ Նա վստահեցրել է, որ Միացյալ Նահանգներն ունի աշխարհում ամենահզոր բանակը։
Նախորդ փուլի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա Իրանը Ժնևում կվերսկսի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները, հնարավորինս շուտ արդար համաձայնության հասնելու համար։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Մեր հիմնարար համոզմունքները շատ պարզ են. Իրանը ոչ մի պարագայում չի մշակի միջուկային զենք եւ մենք իրանցիներս երբեք չենք հրաժարվի մեր ժողովրդի համար խաղաղ միջուկային տեխնոլոգիաների առավելություններից օգտվելու իրավունքից։ Արաղչիի խոսքով ի հայտ է եկել աննախադեպ համաձայնագիր կնքելու պատմական հնարավորություն, որը կփարատի փոխադարձ մտահոգությունները եւ կապահովի փոխադարձ շահերի իրականացումը։ Գործարքը հասանելի է, բայց միայն այն դեպքում, եթե առաջնահերթությունը տրվի դիվանագիտությանը։ Մենք ապացուցել ենք, որ կանգ չենք առնի ոչ մի բանի առջև մեր ինքնիշխանությունը քաջաբար պաշտպանելու համար։ Մենք նույնպիսի քաջությամբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ եւ ձգտելու ենք ցանկացած տարաձայնության խաղաղ կարգավորմանը։ Մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ համաձայնության գալ։ Ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա։ Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին, մեկնաբանելով Ժնևի բանակցությունների հնարավոր արդյունքը։ Մենք մտանք Ժնևի բանակցային դահլիճ ամենայն անկեղծությամբ եւ բարիկամքով։ Հուսով ենք ամերիկացիները կփոխադարձեն այս բարիկամքին եւ այս դրական մոտեցմանը։ Եվ եթե բոլոր կողմերը քաղաքական կամք դրսևորեն, հավատում եմ, որ գործարքը հնարավորինս շուտ կիրականացվի։ Բանակցությունների թեման միջուկային խնդիրն է եւ բոլոր կողմերը համաձայն են այդ հարցում։ Հիշեցնենք, որ վերջերս Ժնևում տեղի է ունեցել Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների երկու փուլ Օմանի միջնորդությամբ։ Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամադովի հետ։ Հանդիպումը կայացել է ի շարունակություն քաղաքական բարձր մակարդակով տեղի ունեցած շփումների։ Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում վստահության ամրապնդման ուղղված հնարավոր միջոցները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի եւ Սենատի առջև երկրի դրության մասին ամենամյա ուղերձով հանդես գալիս հերթական անգամ հայտարարել է, որ իր նախագահության 10 ամսվա ընթացքում դադարեցրել է 8 պատերազմ, դրանց թվում հիշատակելով Հայաստանն ու Ադրբեջանը։ Առաջին 10 ամսվա ընթացքում ես վերջ եմ դրել 8 պատերազմի, այդ թվում Կամբոջայում եւ Թայլանդում, Պակիստանում եւ Հնդկաստանում։ Դրանք կարող էին լինել միջուկային պատերազմներ։ 35 միլիոն մարդիկ ասում էին, որ Պակիստանի վարչապետը կզոհվեր, եթե չլիներ իմ միջամտությունը։ Կոսովո եւ Սերբիա, Իսրայել եւ Իրան, Եգիպտոս եւ Եթովպիա, Հայաստան եւ Ադրբեջան, Կոնգո եւ Ռուանդա եւ իհարկե Գազայի պատերազմը, որը շարունակվում է ցածր մակարդակով։ Թրամփի հայտարարությունն ուղեկցվել է քաղաքական ընդդիմախոս դեմոկրատների դասուտ բացականչություններով, ինչին ի պատասխան Թրամփն ասել է. «Դա ծիծաղելի չէ, դուք հիվանդ մարդիկ եք»։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանը 4500 տոննա դիզվառելիք կուղարկի Հայաստան։ Նշվում է, որ դիզվառելիքը Հայաստան կուղարկվի փետրվարի 25-ին երկաթուղային ճանապարհով Վրաստանի տարածքով։ Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստան էր ներմուծվել 1218 տոննա ադրբեջանական A95 տեսակի բենզին։ 2026 թվականի հունվարի 7-ին էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը վառելիքի երկրորդ խմբականակն է մատակարարում Հայաստան 1000 տոննա A92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք եւ 1800 տոննա A95 տեսակի բենզին։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։